Standard, compact, super, usual, extra, ultra. Ultraviolet. Ultraviolet. Ողջույն։ Ինչի մասին եմ այսօր խոսելու։ Պատմելու եմ իմ սիրած ֆիլմերից մեկի մասին։ Տեսնեմ կգուշակեք թեման։ Ընտրել եմ Վուդի Ալենի Կրակոցներ Բրոդվեյում ֆիլմը ու մի բոլ սփոյլ եմ անելու, փչացնելու եմ կինոն չնայածների, նայելու զողների հաճույքը։ Բայց եթե 30 տարի առաջ 1994-ին նկարված ֆիլմը մինչև մաչեք նայել, դժվար թե սա սփոյլ լինի։ Հակառակը, գուցե մղի, որ նայեք ֆիլմը։ Իսկ նրանց համար, որ արդեն նայել են ու կուշ ծիծաղել, հետաքրքիր կլինի բացահայտել, թե իրականում ում սպանեցին Բրոդվեյի կրակոցները։ Ուրեմն, ֆիլմը սկսվում է գլխավոր հերոսի խոսքով. Ես արվեստագետ եմ։ Ես արվեստագետ եմ, Բրոդվեյի ծախու հանդիսատեսի համար իմ պիեսում ոչ մի բառ չեմ փոխի, գոռում է։ Այսպես ֆիլմը սկսում է իդեալիստ, ոչ կոմերցիոն ու սպառողական, ոչ կոնֆորմիստ, սկզբունքային գրողի մանիֆեստով, ապա ներկայացնում է անցած դարասկզբի 1920-ականների արտիստական բոհեմը, նրանց ինտելեկտուալ զրույցները, արվեստի ազատության մասին նրանց պատկերացումները, բնականաբար ցիտատներ Մարքսից, ընթացիկ անհաջողությունները ժամանակից առաջ լինելու համոզմունքով մարսող գրողներ ու նկարիչներ, նրանց շրջապատող կանայք, որ իրենց վկայությամբ արվեստագետին են սիրարվում, ոչ թե տղամարդուն, արվեստի աշխարհում հաջողության հասնելու նրանց ջանքերը, ձախողումների համար ինքնամեծար արդարացումները, թե ոչ մի արվեստագետ իր կյանքի օրոք չի գնահատվում եւ այլն եւ այլն։ Ու այս ամենը Վուդի Ալենյան սարկազմով ու գրոտեսկով։ Եվ ահա կատարվում է հրաշք։ Այդ միջավայրի մի թատերագիր Դեյվիդը, որ ֆիլմի սկզբում հայտարարում է իր անզիջում սկզբունքայնության մասին, առ այն թե ոչ մի բառ չի փոխի կոմերցիոն հաջողության հասնելու սիրույն, իր արվեստը ներկայացնելու շանս է ստանում։ Իր պիեսը, որի բեմադրությունն ինքն է ուզում անել, քանի որ նախորդ ձախողումների պատճառ է համարում ուրիշ բեմադրիչների, հովանավոր է գտել։ Մենք փող ունենք, կարող ենք քո պիեսը բեմադրել։ Ինչ? Երբ, ինչպես? Ես ներդրող գտա, իմ հին ծանոթներից է։ Թատրոնի պրոդյուսերը բեմադրման համար անհրաժեշտ փողը գտել է, ահա գրողի հետ գնում են հանդիպման հովանավորի հետ ու պարզվում է, որ ֆինանսավորողը գանգստեր է, մաֆիոզ, որը հենց այդ հանդիպման ժամանակ հեռախոսով սպառնում է։ Հիմա կգամ, ոտքերը կպոկեմ, վիզը կկտրեմ, աղիքները քթից կհանեմ։ Վիզը կկտրեմ, հիմա կգամ աղիքները քթից կհանեմ։ Լսեցիք։ Դարասկզբի ամերիկյան գանգստերական էսբարուբանը ընդամենը պատկերավոր խոսք չէ, ինչպես տեսել ենք ուրիշ ֆիլմերում, տեսնում ենք նաև Կրակոցներ Բրոդվեյում։ Օլիվիային ուզում է Բրոդվեյի աստ դարձնել։ Գանգեստերի հովանավորությունը սակայն միակ փորձանքը չի։ Պարզվում է, որ այդ հովանավորությունը մի պայման ունի ու դա այն է, որ մաֆիոզի սիրուհին պիտի խաղա ներկայացման մեջ։ Երբ հարցնում են կնոջը դերասանական փորձ ունի ու նա կմկմալով բաներ է բստրում, մաֆիոզը վայրենի նայիվությամբ բացատրում է, որ նա ապրել է գիշերային ակումբում, որտեղ փողը կրծկալի մեջ էին խոթում։ Դե զրույցի մեջ էլ պարուհին փայլում է իր տգիտությամբ։ Եվ ահա Դեյվիդը, որ ոչ մի բառ փոխել չէր ուզում իր պիեսում, կանգնում է բարդ ընտրության առաջ։ Ուզում է բեմին տեսնել իր ստեղծած հերոսներին, թե պիտի դարակում փտեցնի իր ստեղծագործությունը։ Դե քանի որ ոչ մի արվեստագետ իր կյանքի օրոք չի գնահատվում, ինչպես ասում էր նրա ընկեր գրողը։ Դե ամեն ինչ հրաշալի կլինի։ Չէ, Ջուլիան։ Այո, ամեն ինչ հրաշալի է։ Ոչ մի դեպքում։ Ոչ մի դեպքում ոչ, երբեք, գոռում է գրողը, հենց դուրս են գալիս մաֆիոզի տնից։ Դե ինչ չէ, որ նա ֆիլմի սկզբում ներկայացել էր որպես իսկական ոչ կոնֆորմիստ արվեստագետ։ Իսկ ահա հաջորդ տեսարանում գիշերային մղձավանջից վեր է թռչում։ Ես սախվել եմ, ես մարմնավաճառ եմ։ Այսինքն արդեն համաձայնել է մաֆիոզի պայմաններին, ինչպես ինքն է ասում, գործարք սատանայի հետ։ Դա գործարք է սատանայի հետ։ Որպես փոխհատուցում գանգստերի շռայլության շնորհիվ գրողն ստանում է իր ուզած աստղերին մյուս դերերի համար։ Մի նախկին դիվա, որ անտիկ ու դրական կերպարների իր երբեմնի մարմնավորումների հուշերն է թաղում ալկոհոլի մեջ, ու մի դերասան, որ տարուբերվում է դիետայի ու հիվանդագին շատակերության ամպլիտուդով մեկ։ Երբ սկսվում է բեմադրության առաջին փորձը ու գալիս են դերասանները, պարուհու հետ հայտնվում է նաև մի չիչ։
Պարոն Չիչ դիմում են նրան։ Ոչ մի պարոն, ուղղակի Չիչ, ջղայնանում է նա։ Իսկ երբ տեսնում է կողմնակի անձի ներկայությունից ռեժիսորի դժգոհությունը, օձիքը հավաքում ու սպառնում է. «Էստեղ ծեծեմ, թե դրսում»։ Պարզվում է, որ մաֆիոզի պահանջով ներկայացման փորձերին պետք է ներկա լինի իր քիլլերը, որպեսզի սիրուհու խաթրին կպչող չլինի։ Ու սկսվում են փորձերը, գրողի ու դիվայի հանդիպումները, որոնց ընթացքում երբեմնի աստղը գայթակղելով, գրողի փառասիրությունը շոյելով ու սիրաշահելով, «Օ, դուք ասես երիտասարդ Չեխովը լինեք», իր ուզած փոփոխություններն է մտցնում պիեսի մեջ, որպեսզի իր դերը ավելի ազդեցիկ դարձնի։ Մյուս կողմից էլ մաֆիոզն է իր սիրուհուն գոհացնելու համար Չիչի ծեծի սպառնալիքներով պահանջում, որ նրա ռեպլիկները շատացնեն, թեպետ նա նույնիսկ մի տող կարդալուց է կմկմում, քանի որ շատ բառեր չի հասկանում։ Մազոխիստ ջղայնանում է բառի վրա։ Դուք ասեց Մազոխիստ լինեք։ մազոխիստ լինեք։ Էս ինչ է, էս ինչ դժվար բառեր են։ Ու երբ բացատրում են իմաստը, աչքերը ճակատին են թռչում։ Ոնց կարա մարդն ուզի ինքն իրան տառապանք պատճառի, ինչ հիմարություն։ Մաֆիոզը Չիչին հանձնարարում է դերը պարապել նայթ քլաբի պարուհու հետ, իսկ նա բողոքում է, ասում է, որ թատրոնից բան չի հասկանում։ Մարդը քիլլեր է, մարդասպան, ինչ արվեստ, ինչ թատրոն, ինչ դիալոգ։ Այսպես պարուհուն մերթընդմերթ դիմադրելով ու Չիչի ծեծի սպառնալիքների տակ զիջելով, իսկ աստղուհու խորամանկ միջամտություններն անքնին ընդունելով, Դեյվիդը բեմադրությունն առաջ է տանում մինչև մի օր էլ փորձի ժամանակ, երբ քննարկում են բեմական իրավիճակը, հանկարծ դահլիճի մութ խորքից լսվում է առաջարկ, թե ինչպես փոխեն տեսարանը։ Բոլորն անակնկալի եկած շրջվում են։ Քիլլեր Չիչն է բեմադրում։ Չիչը, որ պնդում էր, թե թատրոնից բան չի հասկանում, որ շատ դժգոհ էր բեմական փորձերին ներկա լինելու շեֆի հանձնարարությունից, որ օրերով ձանձրանում էր դահլիճում նստած րոպեներն էր հաշվում այդտեղից փախչելու ու իր ճան խաղալուն գնալու համար, ահա բեմադրում է խնդրահարույց տեսարանը։ Մինչ դա նա միայն արգելում էր իր շեֆի սիրուհու դերը կրճատել։ Մի անգամ էլ երբ այդ կինը բողոքում էր բարդ տեքստից, արձագանքում է դահլիճից. «Մարդիկ այդպես չեն խոսում, դա տխմարություն է»։ Եվ ահա դերասանների մեջ վեճ առաջացրած մի տեսարանի ժամանակ միջամտում է ուղիղ։ Նա չպետք է տղայից հեռանա, չպետք է նրան լքի։ Հետո երբ լեյտենանտը կնոջ հետ վիճում ու հեռանում է, պետք է հանկարծ նկատի նրան։ Նա չպետք է տղայից հեռանա, չպետք է նրան լքի։ Հետո երբ լեյտենանտը վիճում է կնոջ հետ ու հեռանում է, պետք է հանկարծ նկատի նրան։ Ու այդ ժամանակ ձանձրալի չի լինի արդեն։ Բոլորը քարանում են։ Դեյվիդն սպասում է դիմադրող արձագանքների ու ապշում, որ բոլորը քիլերի խմբագրումը հավանում են։ Ես կարծում եմ, որ դա լավ տարբերակ է։ Այո, վատ չէ։ Չէ, կատակ եք անում։ Չէ, իսկապես վատ չէ։ Տեսնելով, որ մյուսներին Չիչի առաջարկը դուր է գալիս, Դեյվիդը նեղացած հեռանում է։ Չիչն էլ վերջապես գնում է իր սիրելի ճանախաղի։ Երեկոյան, երբ ռեստորանում նշում են Դեյվիդի ծնունդը, տեսնում են Չիչին ու Դեյվիդը որոշում է մի կողմ դնել արվեստագետի իր էգոն, մոտենալ ու ներողություն խնդրել։ Նստում է Չիչի մոտ ու քիլերն սկսում է նորանոր առաջարկներ անել պիեսը ավելի լավը դարձնելու համար։ Չիչի խորհրդով կատարված փոփոխությունները ոգևորում են դերասաններին։ Դեյվիդը, որ պնդում էր, թե հանդիսատեսի խաթեր ոչ մի բառ չի փոխելու իր պիեսում, ահա մի մարդասպանի առաջարկներով սկսում է էջերով փոփոխել։ Փոխում, նորից է գրում սցենարը եւ ուղարկում է Չիչին։ Նրանք հանդիպում են, Չիչը վերցնում է գրողի ձեռքից պիեսն ու սկսում է ինքը գրել։ Դա արդեն քիլլերի զուտ խմբագրումը չէ, հեղինակային աշխատանք է։ Բայց մտահոգված Դեյվիդին մարդասպանը խոստանում է ոչ ոքի չասել, ու Դեյվիդը հանգստանում է։ Եթե իսկապես գրելու ես, ես լավ գիտեմ մարդիկ ոնց են խոսում, մի խանգարի թող ավարտեմ։ Բայց եթե դու գրես, այդ դեպքում մի անհանգստած ոչ մեկին չեմ ասի։ Չիչի համար հեղինակային ամբիցիաներն ու փառքը էական չեն, հանգիստ հրաժարվում է։ Նրան միայն տեսարաններն ու երկխոսություններն են հետաքրքրում, որպեսզի լինեն հավաստի ներքին ճշմարտացիությամբ։ Ու միայն ռեալիստական համոզչականությունը, հոգեբանական պատճառաբանվածությունը չի, որ տեղն է գցում։ Առաջարկում է նաև լսելի դարձնել հերոսի մտքերը, քանի որ, ինչպես ասում է, պիեսում ամեն ինչ էլ կարող է լինել։ Գրողի ու քիլերի համահեղինակությամբ ահա ավարտվում է գործը ու սկսվում են ներկայացումները։ Ամեն ինչ շատ լավ է, բեմադրությունն ընթանում է հրաշալի։ Ընդունվում է հրաշալի, բոլորը խոսում են Բրոդվեյում նոր ծագած աստղի մասին, Դեյվիդին հրավիրում են տարբեր կարևոր տեղեր, առաջարկում հյուրախաղեր տարբեր երկրներ։ Դեյվիդը գոհ է, պրոդյուսերը գոհ է, դերասանները գոհ են, հանդիսատեսը գոհ է, քննադատները գոհ են։
ու միայն Չիչն է դժգոհ։ Դժգոհ է, քանի որ իր շեֆի սիրուհին վատ է խաղում, փչացնում է ներկայացումը։ Բոլորը հարմարվել են դրան, ոչինչ ասում են, բայց Չիչը չի կարողանում հանդուրժել, որ արվեստի գործը տուժի վատ դերակատարման պատճառով, գործը, որն անգամ իր անունը չի կրում, որի գաղտնի հեղինակը լինելու հավակնությունը միայն արվեստի սիրույնն է եւ ոչ երբեք փառքի ու հաջողության։ Տիտղոսակիր հեղինակը Դեյվիդը նրան հանգստացնում է, ասում է, որ ներկայացումը հիթ է դարձել, ու թեպետ պարուհին թույլ է, բայց հանդիսատեսը վատ չի ընդունել, քննադատները վատ չեն գրել պարուհու դերակատարման մասին, բայց դա Չիչին չի մխիթարում։ Ինքը հո գիտի, որ դա վատ խաղ է։ Փչացնում է երկխոսությունները։ Ամեն անգամ, երբ լսում եմ նրա ձայնը, ոնց որ սիրտս դաշույն խրեն, ասում է մարդասպան հեղինակը։ Հանդիսատեսն ամեն ինչ տեսնում, ամեն անգամ երբ լսում եմ նրա ձայնը, ոնց որ սիրտս դաշույն խրեն, նա չի կարող խաղալ, ասում ես չի կարող։ Իսկ գրող հեղինակը խորհուրդ է տալիս սրտին այդքան մոտ չընդունել։ Սրտից շատ մոտ ես ամեն ինչ ընդունում։ Ինձ հանգիստ թող։ Մեկ էլ գիտես ինչ, գրողը ծոցը գնա։ Ու երբ մի օր պարուհին չի կարողանում մասնակցել ցերեկային ներկայացմանն ու նրա դերը խաղում է ուրիշը իսկական դերասանուհի, Դեյվիդն էլ է համոզվում, որ պարուհին փչացնում է ներկայացումը եւ ուրիշի դերակատարմամբ գործը կենթանանում է։ Բայց երբ փորձում է պրոդյուսերին համոզել, որ ներկայացման հաջողության շնորհիվ ձեռք բերած այդ անկախությունն օգտագործեն ու փոխարինեն պարուհուն, նա հրաժարվում է։ Անհնար է, ասում է, այդ դեպքում իրենց բոլորին սպանել կտա մաֆիոզը։ Մի խոսքով արվեստը վճարող մաֆիոզի պատանդն է, նրա սիրուհուն փոխարինելու ելք չկա, ավելին նա պահանջում է, որ դերը շատացնեն, եթե ոչ, պրոդյուսերի ծնկները հատակին մեխել կտա։ Բոլորը գրող, դերասան, պրոդյուսեր դարձել են մաֆիոզի պատանդը, բայց մեկը կա, որ անտեսում է բոլոր սպառնալիքները, ու նա հենց մաֆիոզի վարձու մարդասպանն է, Չիչը։ Ու նա Գորդյան հանգույցը լուծում է, թրի մեկ հարվածով, տանում ու սպանում է պարուհուն, վերջ, ներկայացումը փրկված է։ Վերջին տեսարանում մաֆիոզի մյուս քիլերները գալիս ու հենց թատրոնում, հենց ներկայացման ժամանակ ետնաբեմում կրակում են Չիչի վրա։ Ջանդ վերջին անգամ ես գցում Չիչ։ Ջանդ վերջին անգամ ես գցում Չիչ։ Նույն պահին բեմից լսվում է կերպարներից մեկի Սիլվիայի խոսքը։ Եթե միայն մենք երեխաներ ունենայինք։ Դեյվիդը հասնում է մահամերձ Չիչի մոտ ու հոգեվարքի մեջ գտնվող մարդասպանը, որ պիեսի ու բեմի հետ է արդեն միայն ապրում, շարունակում է ստեղծագործել։ Պիեսը գիտես ոնց պիտի վերջանա։ Թող Սիլվիան ասի, թող ասի, որ հղի է, որ երեխա է ունենալու, լավ ավարտ կլինի։ Ահա Չիչին վերջին խոսքերը, ասում է ու մեռնում։ Լավ ավարտ կլինի։ Հրաշալի ավարտ կլինի։ Չէ, պետք չէ։ Լրիր։ Հաջորդ տեսարանում բեմադրության փառքի գագաթնակետն է, թերթերում գովասանքներ են շռայլել քննադատները, նույնիսկ Չիչին սպանող իրական կրակոցները ընկալել են որպես ներկայացման մաս, որ նոր ենթաշերտեր է ավելացրել գործին։ Բայց Դեյվիդը ահա թողնում է ամեն ինչ, գնում է իր ընկերոջ մոտ, նրա որ գլուխ էր գովում, թե իր պիեսները երբեք հիթեր չեն դառնալու, քանի որ ինքը իսկական արվեստագետ է։ Գնում է, քանի որ իր երբեմնի մինչ աստղային ժամանակների սիրած աղջիկը տեղափոխվել է նրա տուն։ Գնում է, որպեսզի վերադարձնի աղջկան։ Իսկական արվեստագետը գլուխ է գովում, որ ինքը կարող է օրվա մեջ մի քանի անգամ հաճույք պատճառել կնոջը, մեջ բերում է Մարքսին, ասում է, որ քանակը որակ է դառնում ու որ սեքսը նույնպես էկոնոմիկա է, եւ այլն, բայց հաղթում է սերը։ Աղջիկը վերադառնում է Դեյվիդի մոտ, իսկ ֆիլմը ավարտվում է Դեյվիդի խոսքերով. Ես արվեստագետ չեմ։ Ես միայն երկու բանում եմ համոզված, որ սիրում եմ քեզ, եւ որ ես արվեստագետ չեմ։ Փաստորեն Բրոդվեյի կրակոցները սպանել էին Դեյվիդին որպես արվեստագետի։ Հա, գուշակեցիք ընտրածս թեման։ Այո, հավերժական հարցը, ով է իրական արվեստագետը։ Ֆիլմը, որ սկսվում է հերոսի հավակնությամբ «Ես արվեստագետ եմ», ավարտվում է նրա ժխտական պնդմամբ «Ես արվեստագետ չեմ»։ Մոտ 1.5 ժամ տևող ֆիլմի իրադարձությունները նրան համոզել են, որ ինքը արվեստագետ չի։ Բա ով է արվեստագետը։ Չիչը։ Ահա թե ով է իսկական արվեստագետը, պատասխանում է Վուդի Ալենը այս ֆիլմում։ Նա, ով արվեստի գործը փրկելու համար սպանում է ու սպանվում ինքն էլ, մինչև վերջին շունչը ստեղծագործելով առանց փառքի ու փոխհատուցման որևէ ակնկալիքի։
Շատերն են անդրադարձել են հարցին, թե ով է իսկական արվեստագետը։ Օրինակ, Պուշկինն իր փոքրիկ ողբերգություններից մեկում Մոցարտի ու Սալիերիի երկբևեռմամբ ու Միլոշ Ֆորմանն էլ Ամադեուս ֆիլմում, որ հենված է հենց Պուշկինի գործի վրա։ Ի տարբերություն այդ ողբերգության Վուդի Ալենը պատասխանում է սև հումորով, ու այս սև հումորային պատասխանը կարևոր է հատկապես մեզանում այնքան տարածված ու հաճախ հնչող հարցի պատճառով։ Ուր են արվեստագետները։ Հռետորական հարց, որ ակնկալում է տեսնել Դեյվիդի այդ ֆիլմի սկզբում ներկայացված կերպարը, ոչ մի բառ չփոխողի պատմուճանով ու ինտելեկտուալ զրույցների պատվանդանին։ Բայց եթե կարծում եք, թե արդեն պարզ է, թե ով է արվեստագետը ու ով արվեստագետ չի, սխալվում եք։ Հետ չի բացառվում, որ Դեյվիդը, ով կարողացավ հրաժարվել իր հավակնություններից այն պահին, երբ հայտնվել էր Փարքի գագաթին, որոշել Բրոդվեյից իր հայրենի Փիթսբուրգ վերադառնալ ու ընտանիք կազմել, ահա այդ Դեյվիդը մի օր ատաղձագործի կամ մեխանիկի իր արհեստանոցից տուն վերադառնալով կընտրի կնոջ հետ, կօգնի նրան փոխել երեխայի տակաշորը, մի քիչ կբանակցի կնոջ հետ աշխատավարձից տան վարկի, թե ինչ-որ զիզիպիզի ծախսի համար հետ գցելու մասին, կնայի հեռուստատեսային ինչ-որ ապուշ շոու, կպարկի քնելու ու կեսգիշերին վեր կթռչի քնից, կնստի սեղանի մոտ ու կսկսի գրել։ Ու այդ գործը գուցե հիթ դառնա, գուցե եւ չդառնա, կապ չունի, բայց ինքն արդեն կդառնա իսկական արվեստագետ։ Հետ չի բացառվում։ Բայց դա արդեն կլինի ուրիշ կինո։ Ձեզ պատմելու եմ մի դարեգան մի բանաստեղծության մասին։ Չէ, սփյուռքահայի պես չեմ խոսում, ուղղակի բանաստեղծությունը ոչ թե մի տարեկան է, այլ մի դարեգան ու մի քանի տարեկան։ Ու ձեզ ներկայացնելու եմ բացառիկ մի բան, այդ բանաստեղծության հայերեն թարգմանությունը, որ հայտնաբերել եմ պատահմամբ։